Խաղաղություն սիրելի քույրեր եղբայրներ, Աստված օրհնե ձեզի շատ-շատ։ Այս երգը հիշեցուց ինձ մի հատ վկայություն, ես պատկանում եմ քեզը։ Մի հատ եղբայր իր կյանքում անընդհատ դժվարությունների մեջ է։ Բայց ոչ թե դժվարություններ, որ Տիրոջ փառավորում է, հասկացաք։ Կենցաղային անընդհատ դժվարություններու մեջ է եւ աղոթում է։ Դեր ասում է ես, չէ որ քեզ եմ հավատացել, չէ որ կյանքս քեզ եմ տվել։ Ինչ համար ես դժվարությունները հարադև, չեմ ազատագրվում սրանից։ Եվ մի երեկո իր քնած ժամանակը դեր ընթարաչում է իր աղոթքին եւ ինքը երազ է տեսնում։ Երազի մեջ դան դուրն են թակում, գալիս է դուրը բացում է, տեսնում է Հիսուսին, կայնած դրան առջև եւ խելքը թռցնում է, ասում է արի ներս, ինչ լավ է որ եկել ես եւ իրեն վեր է բարձրացնում երկրորդ հարգը, ասում է այս իմ սենյակս է, ամենալավ սենյակն է, քեզ եմ տալիս սա, որ դու այստեղ մնաս։ Հիսուսն արխելոք ենթարկվում է, այդ սենյակում է մնում։ Եվ տեսնում է երեկոյան դուրը թակվում է նորից, ինքն է տանդերը իհարկե, գնում է դուրը բացում է, միանգամից սատանան կայնած է դրան առջև։ Սատանային տեսնում, սատանան իրեն բռնում է, լավ մծեծում է։ Լավ մծեծում է իրեն, թողում գնում է։ Ասում է, ո՞նց։ Ինչպես կարելի է։ Բայց Հիսուսը իմ տանս է։ Վերի սենյակում է։ Էս ո՞նց կարելի է։ Կարող է որ Հիսուսին ես իրեն լավագույնը չեմ տվել, լավագույն բաժինը չեմ տվել։ Բարձրանում է Հիսուսին, ասում է Հիսուս ասում է կներես ես քեզի սենյակը տվի, բայց որ ես քիչ եմ քեզ դրամատրել, այս ամբողջ հարգը քեզ եմ տալիս։ Այս ամբողջ հարգը քոնն է։ Հիսուսն արի ենթարկվում է իհարկե։ Նորից քիշերը երազի մեջ է իհարկե։ Նորից քիշերը դուրը թակում է։ Իջնում է դուրը բացելու, սատանան նորից իմացը կայնում է։ Նորից բռնում է, լավ մտածում է իրեն։ Ծեծուդելուց հետո ասում է, ինչպես կարելի է, Հիսուսը իմ տանն է, ասում է, ինչպես եմ ծեծուդում։ Կարող է որ ես մի սխալ բան եմ արել։ Միտքը բացվում է։ Հիսուսին բարձրանում է, Հիսուս ջան ասում է, «Էս ոնց է որ քեզի վերի հարկն եմ տվել։ Էս ամբողջ տունը քոնն է», ասում է։ Ամբողջ տունը քեզ եմ տալիս։ Հիմա երեկոյան դուրը նորից թակվում է։ Հիմա տանդերը Հիսուսն է իհարկե։ Հիսուսն է գնում դուրը բացելու։ Հիսուսը դուրը բացում է, սատանան տեսնում է Հիսուսը կայնած է։ Մի անգամից փախուստ է տալիս։ Ինքը տեսնում է տանդերը։ Երազից արթնանում է։ Հասկանում է, որ ինքը ամբողջովին Հիսուսին չեր պատկանել, ամբողջովին չեր տրվել Հիսուսին։ Ինքը կենթանի զոհ չեր եղել, մի բաժին էր տվել, մի լավագույն սենյակը կամ սրտին կեսը, բայց ամբողջական Տիրոջը չեր նվիրվել։ Եվ միտքը բացվում է, սիրելիներ։ Եվ մեզանից շատեր այսպես ենք Տիրոջ մենք պատկանում եւ այդպես պետք չէ լինի, եթե ուզում ենք որ Տերը մեր առաջնորդ է մեր կյանքը։ Սիրելիներ, որ երբ որ Տերն է առաջնորդում քո կյանքը, դու ընդհանրապես մտահոգվելու բան չունես։ Երբ որ ամբողջովին Իրանից կախյալ ես, ինչպես որ Ահարոն եղբայրը միս ասում է, երեխու նման, երեխան կախյալ է իր ծնողներից, ամբողջովին երբ Տիրոջից կախյալ ես, սիրելիներ, Տիրոջ փառքը կտեսնես իսկապես։ Ես միշտ տեսնում եմ Տիրոջ փառքը։ Սա վկայություն էր։ Իսկ ես ուզում եք աղոթենք։
Փառավորվի անունդ Տեր Հիսուս։ Դու կենթանի ես Տեր Հիսուս ջան, իսկապես։ Երբ որ սովորենք ամբողջովին քեզ դրվել, քո փառքն ենք տեսնում Տեր Հիսուս ջան։ Սովորեցուր մեզի Տեր Հիսուս ջան, անմնացորդ Տեր Հիսուս ջան։ Մեր սրտերը քեզ բացենք, անմնացորդ քեզ դրվենք Տեր Հիսուս ջան, եւ մենք անպայման քո փառքդ կտեսնենք։ Մենք մշտապես քո փառքդ կտեսնենք մեր կյանքում։ Քո մատնահետքերդ անդադար կտեսնենք մեր կյանքում Տեր Հիսուս ջան։ Սովորեցուր դեսի Տեր Հիսուս ջան, շնորհակալ ենք քեզանից, որ դու ճշմարիտ ես եւ կենթանի ես Տեր, եւ դա ճշմարտություն է։ Փառք ես Տեր, փառավորվի Սուրբ անունդ, մեծարվի մեր սիրելի Հայր Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Անցնելով իմ թեմային սիրելիներ, ես սիրում եմ Աստվածաշունչը կարդալ, ոչ թե կարդալու սիրուն, խորանալ, որտեղ միշտ հիշում եմ Երեմիա մարգարեության խոսքերը, Երեմիա 33-ի 3-րդ համարի մեջ գսե, ինձի կանչեցեք եւ ինձի կանչե եւ քեզ պատասխան եմ տալու ու մեծ ու խորհրդավոր բաներ քեզ պիտի պատմեմ, որոնք դու չգիտեիր։ Դա ճշմարտություն է սիրելիներ։ Նույնպեսար Հիսուսը ասեց, խնդրեցեք եւ պիտի տրվի։ Հիմա գախում ունի ինչքան ենք դա խնդրում, ինչքան ենք ուզում։ Ես նկատում եմ, որ այս ժամանակաշրջանում վերջերս ասելով ոչ թե հանկարծ վերջին ամիսները, այս վերջին տարիներուն մարդկանց հետաքրքրությունը փոխվել է, որովհետև սատանան այնպիսի հնարքներ է ստեղծել, այսինքն մենք ապրում ենք ինֆորմացիայի ժամանակաշրջանում, ինչքան ուզում ես քեզի տալիս է ինտերնետը, ինֆորմացիա, ինտերնետը կամ նեղ արհեստական բանականությունը, ինչքան ինֆորմացիա ուզում ես, եւ մենք սիրում ենք ինֆորմացիա, մանավանդ ինֆորմացիաներ, որ մեզի հաճույք է պատճառում, կարճ ինֆորմացիաներ, ինչ որ ես այսքի առաջ խոսել եմ, դա դոպամինի կախվածությունն է, դոպամինի մոլությունն է։ Երբ որ դոպամինի մոլի ենք դառնում, չենք կարողանում Աստվածաշունչը ընթերցել։ Եվ անգերց լինեք, խոստովանեցեք դուք ձեր ներսիտին, որ Աստվածաշունչի ընթերցանության հետաքրքրությունը ինչքան նվազել է։ Իսկ ում մոտ որ չի նվազել, ներեցեք ինձ ձեր վրա մի վերցուցեք։ Մեկա չեք վերցնել, որտեղ արդեն ձեր մոտ չէ նվազել այդ բանը։ Բայց այդպես է, ճիշտ եմ ասում։ Գիտեք որ ճիշտ եմ ասում։ Կամ կարդալ այդպես չէ որ կարդալու սիրուն կարդանք, աղոթելու սիրուն աղոթենք։ Ըստ սովորության կարդալը քեզի օգուտ չունի, ըստ սովորության աղոթելը քեզի օգուտ չունի սիրելիներ։ Դա կենթանի պիտի լինի, որտեղ Աստծո խոսքը հոգի եւ կյանք է, դա կենթանի է։ Շատ խորն է, հոգի եւ կյանքը շատ խորն է։ Մի օր դրա մասին կխոսեմ, երբ որ հասկանանք իսկապես բացվի դա ինչ է նշանակում։ Այդպես է, ես աղաչում եմ իսկապես, որ կարդացեք, հետաքրքրությամբ աղոթեք, աղաչեք Տիրոջ եւ խոսքի հայտնություն լինի, խոսքը բացվի, ինչ ձևով եւ խոսքը երբ կբացվի, երբ որ խոսքը քեզ հետաքրքրություն է առաջացնում, այդ խոսքը ուզում ես ավելի խորանալ մեջը եւ կբացե դերը եւ դու գերչանկանաս, դու գանցեր կգտնես երկնային, գերչանկանաս, երբ որ դժմարտությունը քեզ բացվի սիրելիներ, որտեղ շատեր խոսքը կարդում են, խոսքը բացատրում են, քարոզում են, ինչպես իրենց մտքին հաճելի է թվում, կամ ոնց որ իրենք հասկանում են առանց խորանալու, բայց երբ որ խորանում ես, տեսնում ես լրիվ ուրիշ է իմաստը, լրիվ ուրիշ բաներ կա, ուրիշ կանցեր կա այնպես, եւ դա մարդուն բերում է, ավելի մեգացնում է Տիրոջ հետ, մարդուն մոդեցնում է Տիրոջ սիրելիներ, սա ճշմարտություն է։ Դրա համար ես վկայությունը հաճելի էր, չէ՞ լսելը։ Այս հիմա էսիկա հաճելին չէ։ Սա ուրիշ բան է, խոսքի խորությունն է։ Սիրում ենք մենք անընդհատ այսպես համով, ես ասում եմ, առանց բեռներ կրկնում է, ասում շոկոլա ուտել է, ուտում ենք, ու ինչ համով էր։ Այդպես դա էր պետք է, շոկոլան արգերեք սիրելիներ։ Բայց մեկ-մեկար խորանանք ավելի ճանաչենք Տիրոջ, ավելի խորանանք եւ ճանաչենք Տիրոջ։ Ես ուզում եմ խոսել Տիրոջ ընթրիքի վրայով։ Եվ այնտեղ բաներ կա, որ քրիստոնյա աշխարհի մեծամասնությունը չի հասկացել
Եվ դարբեր բաներ ենք ասում, բայց դե ճշմարտություն կա։ Եվ ագրի նայենք ինչ է։ Ուրեմն, ես ուզում եմ երկու ավետարաններով դա նայենք, եւ Մատթեոս ավետարանով եւ Ղուկասի ավետարանով։ Նախ սկսում եմ Մատթեոս ավետարանով, սիրելիներ։ Տիրոջ ընթրիքը 26-րդ գլուխ 26-րդ համարեն։ 26-րդ գլուխ 26-րդ համարեն։ Դու գարբացեք կարդալով նայեք ավելի կարակ հետևել։ Մինչ անոնք կուտեին, Հիսուսը հացը արավ, օրտնեց ու կտրեց եւ տվավ աշակերտներուն ու սավ արեք գերեք այս է իմ մարմինս։ Այստեղ ինչ էին ծադիկն էին դոնում, չէ՞, ծադիկներ։ Առաջի օրը ծադիկը գիտեք որ ինքը գարներ դա խորհրդանշում է Մովսեսի ժամանակաշրջանին, երբ որ իսրայելացիներում Մովսեսը իրենց դուրս Աստված ուղարկել էր որպեսզի Եգիպտացիները քերությունից դուրս անե 400 տարի քերության մեջ էին, այդտեղ ստրուգության մեջ էին սիրելիներ։ Գիտեք պատմությունը, հանոք որ լավ չգիտեն, դա նկարդացեք, ավելի մանրամասն իմացեք։ Եվ Աստված իրենց հրամայեց, թելադրեց, որպեսզի գարը ուտեն, գարը եփեն, գարը ամբողջովին ուտեն, դրանից ոսկոր չի կոտրեն, գարան արյունը իրենց տնանտիկներուն վրա դնեն, որպեսզի երբ որ հոգին կա անտրանիկները եգիպտացիները ուսմանելու իրենց տան վնաս չի ասնի իրենց անտրանիկներուն գարը կերան գոտին գաբած սերկերնին խավազանը բռնած եւ Եգիպտոսի իշխանությունից ստրուգությունից դուրս եկան դա էր Զադիկը ուրեմն իրենց համար ամենակարևոր տոններ դրանից հետո փարչա գերությունները սկսում 7 օրով այսինքն չխորմորված հաց էին ուտում լավ դրանք կարևոր չեն հիմա իմ ասելիքի մեջ այսինքն Եվ Հիսուսը նույնպես Զադիկը տոնեց։ Զադիկն էր, ասեց Զադիկը պատրաստենք, երկու օր առաջ կարդում եք, Զադիկը պատրաստեցին, այսինքն կարը, Զադիկին, եւ նստած էին, Զադիկն էին ուտում սիրելիներ։ Մինչ կուտեին, Զադիկը հացը արավ, տվավ աշակերտներուն ասավ, արեք գերեք, այս է իմ մարմինս։ Ու գավաթը արավ, գոհացավ ու տվավ անոնց ու ասավ ամենքը դալ խմեցեք ասկե վասնզի ասիկա է իմ արյունս նոր ուխտի որ պիտի թափվի շատերու մեղքերուն թողության համար բայց կսեմ ցեզի ասկե հետո որթիմ բերքեն բնավ պիտի չխմեմ Մինչև այն օրը, որ երբ ցեզի հետ նոր գինին խմեմ, իմ հորս թագավորության մեջ։ Ուրեմն, այսպես մարդու միտքը կրկրող բաժինը, սա է, 28-րդ համարն է, որ ասում է, որ ասկե հետո որդին բերքեն վնավ պիտի չխմեմ, մինչև այն օրը, երբ ցեզի հետ նոր գինին խմեմ, իմ հորս թագավորության մեջ։ Եվ եղել է, որ քարոզիչներ ասել չի մանալով դա ինչ է կատարվում ասեն Հիսուս ասեց որ չեմ խմելու ես հար չեմ խմելու հետո այստեղ խմիչքի մասին չէ միան ինքը խոսում է որդին բերքեն որդին բերքը որդը գիտեք ինչ է որդադունկն է որդուն բերքը խաղողն է խաղողից անում են խաղողի հյութ խաղողից սարքում են կացախ խաղողից սարքում են գինի ճիշտ է բոլորն որդին բերքն է Հետևաբար պետք է այստեղ նորբություններ կհասկանանք։ Եվ առանց չիմանալու ինչու համար ասում են որովհետև Հիսուս այդպես ասեց, ես անոր համար չէ սիրելիներ, այսինքն հոգևոր ժողովուրդը որ չի խմում, հենց դրա համար չէ, որովհետև գինին, օղին եւ այլն մարդուն հարբեցնող է։ Եվ անվայել է հոգևորին համար դա։ Սա ուրիշ բան է, ոչ թե Հիսուս այսպես ասեց, չգիտենք ինչու համար ասեց, բայց որովհետև ասեց, մենք չենք խմում, այդպեսակի բացատրություններ շատ եք լսել, չէ՞։ Դա կապ չունի ճշմարտության հետ սիրելիներ։ Հիմա նայենք ճշմարտությունը ինչ է։ Որովհետև նայեցեք, եթե միայն չխմելու մասին է, Ղուկաս ավետարանը ինչ է ասում։ 22-րդ գլուխ 16-րդ համար Քանզի գսեմ ցեզի թե ալբնավ ասկե պիտի չուդեմ մինչև Աստծո թագավորությանը մեջ կդարվի այստեղ չուդելու մասին արխոսում է ուրեմն մի ուտեք գարը մի ուտեք
Մինչև հազարամյան գարմի ուտեք, եթե այդպես է։ Եթե իմաստը այդպես է։ Հասկանում եք, դժվարություն կա հասկանալու ինչ եմ ասում։ Դժվար է, չէ, նորությունը մարսել։ Ասում է չեմ ուտելու, քիչ հետո ասում չեմ խմելու։ Խնդիրը ուտելու չխմելու չէ, այդտեղ խորհուրդ կա սիրելիներ, որտեղ ասում է չեմ ուտելու յար։ Հետևաբար, հիմա սա հասկանալու համար ես ուզեցել եմ իմանալ ինչու համար, տարիներ առաջ, բայց առաջին անգամն եմ ձեր հետ խոսում։ Բայց նրանք, որ իմ հետ հավաքիչներ եղել են, միշտ էլ բացատրել եմ դա, կամ Լիբանանում եւ այլն 10-15 տարի առաջ խոսել եմ։ Այստեղ առաջին անգամ եմ խոսում, ոչինչ։ Հարմար տեսա ժամանակը խոսելու։ Ուրեմն, ես գնացել եմ, տեսել եմ, այդ զադիգի ինչ է որ դոնում են, ոնց են դոնում հрьяաները։ Հрьяաները միշտ էլ մինչև Հիսուսի ժամանակ եւ մինչև այսօր։ Մինչև այսօր հрьяաները նույն ցևով դոնում են զադիգը սիրելիներ։ Զադիգը կարը պատրաստում են, կարը ուտում են, դրա հետ խմում են իրենք 4 կենացներ։ 4 կենացներ են խմում սիրելիներ։ Այդ 4 կենացները ինչի վրա հիմնված է։ Հիմնված է Ելից գրքի 6-րդ գլխի 6-րդ եւ 7-րդ համարներու վրա։ Ուզում եք բացեք ձեր աստվածաշնչերը Ելից գրքի 6-րդ եւ 7-րդ համարներու վրա։ Արի ընթերցենք միասին։ Վեցերորդ գլխի 6-րդ համարը։ Այս 4 կենացներն են խմում, այս 4 կենացներուն հոգևոր իմաստը իրենք չգիտեն հрьяաները։ Իսկ մենք հիմա գիտենք։ Դիտե տեսնենք, մենք գիտենք։ Սա մարգարեություն է, սա լոկ միան ֆիզիկապես Եգիպտոսից դուրս գալու մասին չէր, լոկ։ Դա շատ ավելի խորհուրդ կար, որ կապված էր Քրիստոսի հետ։ Եվ տեսնենք դա, ուրեմն, Աստված ասում է, անոր համար Իսրայելի որդիներուն հետ ասա, Իսրայել որդիներուն ասե, ես եմ Եհովան, ես ձեզ Եգիպտացիներու ձանր գործերու տագեմ պիտի հանեմ, սա առաջին գենացն է, առաջին գենացը, որ խմում են, կարդում են այս համարը, ես ձեզ Եգիպտացիներու ձանր գործերու տագեն պիտի հանեմ։ Ուրեմն, այսօրվա իրենք խմում են այդպես, եւ այսօրվա Քրիստոսի լույսի տակ, դա որն է, ցես պիտի հանեմ Եգիպտոսից։ Եգիպտոսը ինչն է ներկայացնում, աշխարհն է ներկայացնում, չէ՞, աշխարհը եւ մեղքի իշխանությունը։ Ուրեմն, սա ասում է ցեզի աշխարհեն պիտի անեմ, բայց ամբողջ երկիրը աշխարհին է պատկանում։ Ես աշխարհի մեջ դու դրանից դուրս ես քեզի հանում է, առանցնացնում է աշխարհից, աշխարհից քեզի առանցնացնում է, աշխարհից դուրս է հանում, ինչպես որ Եգիպտոսից հանեց, անաբադ տարած, անաբադը աշխարհը չէ, անադադում ոչ ուտելիք կար, ոչ խմելիք կար, Աստված իրենց կերակրեց, Աստված իրենց ջուր տվեց, հիշում եք, Աստված էր որ դա իրենց տվեր, առաջին բաժակը սա է, եւ Հիսուս իհարկե որ ինքն էր իր խոսք ինքն է Աստծո խոսքը ինքն էր այդ խոսքերը տվել Մովսեսին եւ ինքը գիտեր եւ մենք տեսնենք կապը երկրորդ բաժակը ասում է ցեզ անոնց ծառայությունեն պիտի ազատեմ երկրորդ բաժակը խմում են հрьяաները ցեզ անոնց ծառայությունեն պիտի ազատեմ սա ազատագրման բաժակն է սիրելիներ Մեկը միս առանցնացման բաժակն է, երկրորդը ազատագրման բաժակն է, Քրիստոս որովհետև մեզ ազատագրում է մեղքի և մահվան գերությունից, այդպես է չէ։ Այսինքն Իսրայելն ազատվեց Եգիպտոսի ստրուկությունից և դրա ճշմարիտ իմաստը մեզ ազատագրում է մեղքի ստրուկությունից սիրելիներ, սա երկրորդ բաժակն է։ Երրորդ բաժակը որ խմում են ցեզ երգնցած բազուկով ու մեծ դատաստաններով պիտի փրկեմ
ցեզ երկընթաց բազուկով եւ մեծ դատաստաններով պիտի փրկեմ։ Սա չեմ ուզում նշել մի հատ հայերենով թարգմանություն կա, որ ահավոր է։ Դուք գիտեք այդ որ թարգմանությունն է, թե չեմ ուզում նշել, որովհետեւ անունը ընդհանրապես կապ չունի թարգմանության հետ։ Այդ թարգմանության մեջ ընդհանրապես չեն ասցնել, դա գրվել է որ Եգիպտոսին պիտի բաչեմ։ Ընդհանրապես կապ չունի, իսկ մեր Արարատի կամ Բեյրութի թարգմանության մեջ հստակ ասում է ցեզ երկընթաց բազուկով ու մեծ դատաստաններով պիտի փրկեմ։ Սա փրկության բաժակն է սիրելեր։ Սա փրկագնման բաժակն է։ Սա մատնանշում է Քրիստոսի արյամբ կատարած փրկագնման։ Այդ մեծ դատաստանը ինքն իր վրա պիտի գա խաչին վրա սիրելիներ։ Տեսնում եք երկընթաց բազուկով, ուրիշ ցևով կարող էր փրկել։ Կարելի է ուրիշ ցևով փրկել մարդուն։ Մեղքի դատաստանը ում վրա եկավ։ Մեծ դատաստանը ում վրա եկավ։ Հիսուս Քրիստոսի վրա եկավ։ Ինքը դարձավ մեղքը խաչին վրա սիրելիներ։ Հետևաբար փրկակինը պիտի լիներ իր արյունը խաչին վրա, մեծ դատաստանը երկընթաց բազուկը ինքն իր խաչելությունն է սիրելիներ։ Տեսնում եք։ Իսկ 4-րդ գենացի 7-րդ համարի մեջ է, գսե եւ ցեզ ինձ ժողովուրդ պիտի ընեմ ու ցեզ Աստված պիտի լամ։ Սա 4-րդ գենացն է։ Սա իհարկե ընդունման բաժակն է, դուք ինձ ժողովուրդ եք լինելու։ Սա վերջնական միությունն է Քրիստոսի եւ Քրիստոսի ժողովրդի միջև։ Մենք աշխարհի մեջ ենք, հիմա անապատում ենք, չէ՞։ Աշխարհից անապատում ենք։ Բայց վերջնական միությունը Քրիստոսի հետ, որ տեսնում ենք հայտնության քարքի մեջ սիրելիներ, դա սկսում է հազարամյակից, հազարամյակում դրանք որ Քրիստոսի հարսն են, իսկ նոր ստեղծագործության մեջ դրանք որ նոր երկրի վրա ապրում են սիրելիներ։ Այսինքն Քրիստոսի արքսի գարքավիճակ ունեցողները արդեն 1000 ամյակին առաջ հարսանիքով միացել են Քրիստոսի հետ։ Վերջնական միությունը կատարվել է, չէ՞։ Դրա մասին է խոսում։ Հիմա վերադառնանք նորից Մատթեոս ավետարանը։ Ուրեմն այստեղ ինչ է կատարվում։ Հիսուսը աշակերտներուն հետ երկու գենացները խմել էր։ Երրորդ բաժակը որ բարձրացուց, սա է որ ասում է իմ նոր ուխտի արյունն է սիրելիներ, եւ դվավ աշակերտներուն։ Բայց ինքը չի խմեց։ Դվավ աշակերտներուն, բայց ինքը չի խմեց։ Բայց ինքը վերջնական չէ որ չի խմեց, ինքը խմեց խաչին վրա։ Երբ որ կատարվեցավ այդ բոլորը։ Երբ որ կատարվեցավ։ Եվ այլևս չի պիտի խմեմա, արդեն որպես ինքը գնում է, երբ որ միանանք վերջնականապես այդ խմելը կլինի 4-րդ բաժակը հազարամյայի ընթացքում կամ հարսանիքի ընթացքում Քրիստոսի։ Կրցակ հասկանալ ինչ է կատարվում։ Եվ տեսնենք սիրելիներ, դա գնանք Հովհաննես ավետարանի ավետարան Հովհաննոս սիրելիներ 19-րդ գլուխ 28-րդ համարեն ցույց եմ տալիս որ ինքը աշակերտներուն տվավ ինքը չի խմեց անգետ Հիսուս գիտնալով թե ամեն բան վերջացած է լմնցած է որպեսի գրվածը կատարվի ասավ ծարավեմ ինչ համար ասավ ծարավեմ որպեսի գրվածը կատարվի ինքը այդ մեռնելու ժամանակին խմել է ծարավե կամ ոչ իրեն գետակրեր այլևս այդքան դանչանքից հետո ասում է որպեսի գրվածը կատարվի ասավ ծարավե եւ գիտե որ իրեն ինչ են տալու չէ Եվ հոն կացախով լեցուն աման մկար, անոնք կացախով սպունք մլեցնելով զոբայի մշտիկի վրա պատտված անոր բերնի մոտեցուցին և Հիսուս արավ, խմեց։ Ու ըսավ, ամեն բան կատարվեցավ ու գլուխը ծրելով հոգին ավանդեց։
երրորդ բաժակի այդ ուխտը, որ մեծ Թադաստաններով իր վրա պիտի կար այդ Թադաստանը, ինքը չի խմեց, մինչև որ կատարվի։ Արդեն վերջին վարյաններն էր իր կյանքին հոգին պիտի դար, այն ադեն ասավ ծարավեմ, որդի պերքեն, խացախը դվին, արավ, և ասավ կատարվեցավ, և հոգին դվավ։ Իսկ չորորդը սիրելիներ, իհարկե որ, երբ որ միանանք Քրիստոսի հետ։ Իսկ հետաքրքրական մի տեղ արգա, որ ուզում եմ կարդալ, դրանից առաջ նորին իրեն դվին կացախից, բայց չխմեց, ինքը չվերցուց, հիշում եք, Մատթեոսի 27-րդ գլխի մեջ, գսե, որ եկան Գողգոթա ասված տեղ ժամանակ, որպեսի չհարբենան, լեղիով խառնված կացախ տվին անոր, որպեսի խմե, երբ համը արավ խմել չուզեց, մերժեց, որովհետև ժամանակը չէր, խաչը պիտի ելներ, տեսնում եք, ընթրիքի ժամանակ, բոլորին հասանելի է, հասկանալի է, Աստված օրհնեցի շատ եկեք հաղորդենք։